Մոտենում է 2026 թվականը, տարվա ավարտին բնորոշ մտորումների և նոր հույսերի ժամանակաշրջանը։ Շատերը սկսում են վերաիմաստավորել անցած ամիսները, գնահատել իրենց ձեռքբերումներն ու բացթողումները և միաժամանակ նայել առաջ, մտածելով, թե ինչ է սպասվում նոր տարում։ Գալիք տարին անձնական երազանքների ու նպատակների վերանայման պահ է, նաև հասարակական ու քաղաքական կյանքի ընթացքի, երկրի ապագայի և իրականության բարելավման հնարավորությունների մասին մտածելու շրջան։ Յուրաքանչյուրն իր առաջ նպատակներ է դնում, գնահատում է հնարավորությունները կամ ձևավորում է դրանք իր երազանքներն ու նպատակները կյանքի կոչելու համար։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ են ակնկալում նոր տարուց, ինչ հույսեր ու սպասումներ կան 2026 թվականից և ինչ մաղթանքներ ունեն։ Շատ դրական եմ տրամադրված, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ինչ եք մաղթում ինքներդ ձեզ։ Ինձ մաղթում եմ ներքին խաղաղություն, ներդաշնակություն ու ընդհանուր խաղաղություն բոլորիս, երկրին, մարդկանց, բոլորին խաղաղություն։ Ամենահիմնական բանը, որ կմաղթեմ, հետո արդեն առողջություն, գործնական հաջողություններ, թող ամեն ինչ լավ լինի։ Ես շատ դրական եմ տրամադրված։ Ճիշտն ասած, անհայտ է։ Պարզ չի ինչ կան։ Թե քաղաքական առումով, թե ձեր ինքներդ ձեզ ինչ կմաղթեք։ Կմաղթեմ, որ Հայաստանում այդ դեմոկրատիա ասած է իսկականից լինի։ Այնքան սպասելիքներ ինձ համար չունեմ, բայց թորներիս, երեխաներիս համար շատ մտահոգ եմ։ Ինչու եք մտահոգ։ Դե գիտեք ինչ, բեմում գտնվող բոլոր անձիկ չեն գոհացնում ինձ, բոլոր, և աչքից, և ձախից չեն գոհացնում, անկեղծ ասած։ Պետք է նոր ուժ կա, բայց իրոք կրթված և ոնց ասեմ, բանիմաց մարդիկ կան։ Հիմա ամեն մարդ, եթե իր տեղում իր պարտականությունները ճիշտ կատարի, և ղեկավար, և ասենք, թե ոչ ղեկավար անձինք, մեր մոտ ամենացավալին ապագայի համար մենեջմենտի պակասն է, մասնագետների, որ իրանք իմանան ինչ պետք է անեն և ոնց պետք է անեն։ Ես շատ վատ բան եմ ակնկալում։ Ես ոչ էլ ուզում եմ, որ Փաշինյանը ընտրվի։ Չեմ ուզում։ Հերիքա հարքերը, թոշակները, զուկ աղբի փողը, սաղ թանկացրել է։ Ես ինչ ամիսը 15,000 դրամ եմ մաքրում եմ, հավաքարար եմ 15,000 դրամ եմ ստանում, ես ստանում եմ գուրքահարկ եմ տալիս, աղբ եմ տալիս։ Նիկոլ Փաշինյանը նորից կընտրվի վարչապետ։ Իսկ ինքներդ ձեզ ինչ եք։ Ինքներս երջանկություն, ուրախություն, առողջություն։ Ոչ մի բան։ Սովորական։ Ոչ մի ակնկալիքներ չունեք։ Ոչ։ Իսկ ինչ եք մաղթում ինքներդ ձեզ։ Ամենայն բարիք։ Ժողովուրդը լավ ապրեն։ Ուրիշ ոչ մի։ Իսկ ինքներդ ձեզ ինչ եք մաղթում հաջորդ տարվա համար։ Հաջորդ տարվա համար դե եմ ասում, ինչ որ լավ ելեք։ Թոշակները բարձրանա։ Բան Փաշինյանին էլ վտարեն։ Նա խիղճ ու աստված չունի։ Դժգոհ եք Փաշինյանից։ Ոչ։ Դժգոհ ենք, բա ինչ ենք։ Որ դժգոհ չենք ասեն վտարեք իրան։ Չգիտեմ, փոփոխություններ եթե լինեն։ Ինչ փոփոխություններ եք սպասում։ Ղեկավարություն։ Ոչ մի լավ բան։ Ինչու։ Որովհետև հեռանկար չկա, չենք տեսնում ոչ մի բանի հեռանկար։ Ճիշտն ասած ոչ մի բան։ Իհարկե, մենք դեպա լավն ենք գնում։ Առողջություն, հաջողություն և խաղաղություն։ Ոչ մի։ Ինչու։ Չգիտեմ։ Հույս եմ ամեն ինչ ավելի լավ կլինի, քան 2025-ին։ Իսկ ինչ եք մաղթում ինքներդ ձեզ։ Հաջողություն։ Որ ճիշտ ասեմ, ոչ մի լավ ակնկալ չունեմ։ Ինչու։ Ըստ այսօրվա վիճակով ամեն ինչ։ Ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ինչ փոփոխություններ կուզեիք, որ տեղի ունենար։ Ինչ որ կուզեմ չի կարա լինի, որտեվ խախտվել է Հայաստանի հիմքը։ Իսկ ինքներդ ձեզ ինչ եք մաղթում։ Ինձ
Ես բոլորն եմ մաղթում։ Առողջություն, հաջողություն։ Ակնկալիք ունեմ, որ ասենք այս իշխանությունը հետա, էլ չմնա հետա ակնկալիքս։ Ես ամենաշատը հետ եմ ուզում։ Նոր մարդիկ կան, նոր կարգեր, նոր պայմաններ։ Ես իշխանությունից ես ոչ մի բան չեմ սպասում։ Ես 6 տարի մեզի տանջեցին, տրորեցին։ Հետա։ Ուրիշ ակնկալիք չկա։ Իսկ ինքներդ ձեզ ինչ եք մաղթում։ Ինձ մաղթում եմ առողջություն այնքան ապրենք, որ մի քիչ լավ բաներ տենանք։ Դե չենքան վատ բաներ տեսանք այս 5-6 տարվա մեջ արդեն ոնց որ անիմաստ է ապրելը։ 2026 թվականի ընտրությունները ակնկալում են, որ վերջը ազգի սերուսկը ոտքի կանգնի եւ համայնքական օրակարգները առաջ տանի, որովհետև վերջին տարիներին 2018 թվականից հետո հատկապես եւ նաեւ Արցախի օկուպացիայից հետո մեր ժողովուրդը զարթոնքի անհրաժեշտ ունի եւ պետքա փոխվի եւ պետքա ժողովրդի մոտ եւ բարոյահոգեբանական իրավիճակ փոխվի եւ նրանց մոտ, այսինքն ժողովուրդը պետքա քվարկի այն քաղաքական ուժին, որ իրոք տանում է հայրենիքի փրկության, հայրենիքի զարթոնքի, հայկական հարցը, հայդատը, որը նաև Սփյուռքում է անհրաժեշտ առաջ տանել եւ պետքա այդ օրակարգեր առաջ գնա եւ Արցախի վերադարձի, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքների հարցը պետքա օրակարգ մտցվի։ Իսկ ինքներդ ձեզ ինչ եք մաղթում։ Մաղթում եմ, որ համախմբվածություն վերջո առաջանա եւ համախմբվածություն լինի։ Թեմայի մեջ չկա։ Ղեկավարությունը սատկի բրծնենք է սրանցից։ 2026 թվականին խաղաղություն աշխարհին է, չպետք է ակնկալենք ուրիշի ոչ։ Իսկ ինքներդ ձեզ ինչ եք մաղթում։ Առողջություն ամենաթանկ կապիտալը աշխարհում առողջություն։ Մարդը պետք է առողջ լինի, որի նպատակներին կարողանա հասնել։